Բարև ձեզ, Պոլսահայ համայնքը հարցնում է պարոն Մաշալյանին։ Այժմ մի քանի պարզ հարց ենք հղում ձեզ։ Ինչ է քաղաքավարությունը, ինչ է դիվանագիտությունը, ինչ է արարողակարգը, որն է Թուրքիայի հայերի պետության կողմից ճանաչված միակ ներկայացուցչությունը։ Պատրիարքական աթոռը պետք է հարգել, այնպես չէ։ Ուրեմն վարչապետականը նույնպես արժանի է հարգանքի։ Այդ դեպքում ավելի պարզ լեզվով ասենք, տուն հյուր գալու դեպքում երբևէ ձևացրել եք, թե տանը չեք։ Վերջերս բոլոր նման հարցերը պարզ պատասխանները մոռացնող ինչեր եղան։ 2025 թվականի հունիսի 20-ին Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Հայաստանի միջև առաջին աշխատանքային հանդիպումը։ Բազմաթիվ առումներով այցը ոչ միայն պատմական էր, այլև ուներ քաղաքական, դիվանագիտական եւ խորհրդանշական կարեւորություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ Պոլսո հայոց 85-րդ պատրիարք Սահակ Բմաշալյանը տեղում չէր։ Նիկոլ Փաշինյանը պատրիարքարան մտնելու հնարավորություն չունեցավ։ Եկեք միասին խախտենք մեր լռությունը։ Բողոքի ձայն բարձրացնենք, ընդդիմանանք, պարզաբանում պահանջենք։ Չասենք ինչպիսին ընտրությունն է, այնպես էլ ներկայացվածությունը։ Պահանջենք ավելին։ Լռությունն այլևս այլ ընտրանք չէ։ Պոլսոհայ համայնքը հարցնում է. պարզաբանում ենք պահանջում, լավ ներկայացվելը մեր իրավունքն է։ Շնորհակալ եմ Լիլիթ Պողոսյանին ճշգրիտ տեքստը թարգմանելու համար։